Երևանը վերածվել է հսկայական շինհրապարակի։ Քաղաքի յուրաքանչյուր հատվածում նոր շենք է կառուցվում։ Միտեղ հիմքերն են փորում, մյուս տեղում արդեն հերթական բարձրահարկն է շահագործման հանձնվում։ Տպավորություն է, որ Երևանում բնակարանային բում է եւ շուկան պետք է հագեցած լինի։ Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Որքան շատանում են շենքերը, այնքան ավելի անհասանելի են դառնում բնակարանները։ Այսօր նույնիսկ միջինից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացին հաճախ չի կարող իրեն թույլ տալ տուն գնել Երևանում։ Բանկերը հերթով գովազդում են իրենց հիփոթեքային առաջարկները, բայց երբ հաշվում ենք, պարզվում է, որ պետք է տարիներով ապրել վարկի տակ, վճարել հսկայական տոկոսներ, ունենալ բարձր եկամուտ, մեծ կանխավճար եւ տասնյակ տարիների պարտավորություն վերցնել։ Շատերի համար այդ առաջարկներն իրականում նույնքան անհասանելի են, որքան հենց բնակարանները։ Եթե ուզենաք Երևանում սովորական աշխատավարձով տուն գնել, թեկուզ հիպոթեկային վարկավորմամբ։ Չեմ կարող։ Իհարկե թանկությունն է պատճառը։ Այդքան ժողովրդի վիճակի չէ։ Չէ, ինչպես կգնի։ Հիպոթեկային վարկ պետք է վերցնի, իսկ ամեն ընտանիքում 300-400 հազար մի հոգին աշխատող կամ երկու հոգին չկա համարյա թե։ Դժվար է, շատ դժվար է։ Հիմա ես էլ տղա ունեմ, այո, ուզում եմ տուն գնել, բայց չեմ կարողանում գնել։ Բնականաբար ոչ։ Մարդիկ հիմա միջոցներ չունեն, բայց անհրաժեշտ է տուն գնել։ Եթե բնակարանների գները հասել են մի մակարդակի, որ շարքային հայաստանցին չի կարող դրան գնել, իսկ հիփոթեկային պայմաններն էլ շատերի համար փակդուռ են, ապա ում համար են կառուցվում հազարավոր նոր շենքերը, ում համար են վերխոյանում այս թանկարժեք թաղամասերը, ում համար է կառուցվում այս քաղաքը, որովհետև որքան շատանում են շենքերը, այնքան ավելի շատ մարդիկ են հասկանում, որ այդ շենքերում բնակարան ունենալու հնարավորությունը զրոյի է հավասարվում։ Ու եթե Երևանում կառուցվող բնակարանների հիմնական գնորդը շարքային հայաստանցին չէ, ապա իրականում ով է։